ուսումնասիրել են եւ ստուգել են, խուզարկել են ավելի ճիշտ տները, գտել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք, դյուրավառ միջոցներ, որտեղ փաստաթղթեր եւ ամենայն հավանականությամբ իրապես մեր նորագույն պատմության մեծագույն ահաբեկչական գործառույթներն էին պատրաստում իրականացնել ձայնագրություններից մեկի մեջ է ձեզ հայտնի անձնավորություն ասում է դե մի երկու հոգու է պատի տակը գյուլեք վերջանա այսինքն այս ձևի մեկնաբանություն է այս ձևի մոտեցում է մնացածը արդեն մեկնաբանելով բարեկամներ դուք էլ կարող եք մասնիկը դառնալ քննարկումների ինչ եք դուք մտածում այս ամենի շուրջ Այդ արքիրա չէ այդ արտահայտությունը որ ասեցի չէ ախր չմոռանաք որ սա սրբազանի արտահայտություն է եկեղեցական բարձր պաշտոնյայի սովորական քաղաքացի չի դուք հասկանում եք ինչ աստիճանի է մեր եկեղեցին դեգրադացվել ասում է այս ասա ոնց էր երկու հոգու պատի տակը գյուլեք վերջանա Այդ էլ ասում այս անասուն ժողովուրդը, այս խորը անասուն ժողովուրդը դե հոտ եք ասում, հիմա էլ անասուն ասեք, դե առաստապես ինչ հոտ, ինչ անասուն, պարզապես շատ վատ է, որ դա փաստորեն կուլիսներում այդպես է, իսկ բացի բաց ովորթյակս, զարմիկս, չգիտեմ ինչս եւ այսպես շարունակ ցավալի է այս ամենը դիտել բայց մյուս կողմից ընկերներ նայեք բայց ինչու է ցավալի ես ճիշտ ասած բան եմ ստանում բավարարություն եմ ստանում որ վերջապես այդ որոշ մարդիկ էլի այդ որոշ բաներ կստանան այն ինչի արժանի են դե դուք ասում եք կստանանք ես ասում եմ ցավոք որովհետև գիտեմ որ չեն ստանալու բայց ուզում եմ սխալվեմ ուզում եմ հավատալ ես կարծում եմ Թավիշը վերջացավ Ռաֆայել այս գործողությունները լուրջ են արդեն ուրախ կլինեմ դերենիկ իհարկե ես էլ ուրախ կլինեմ որ տեսնենք դա այսօր փաստաբանն է դրա խոսում ասում է 17-18 տարվա հոդված է սպառնում բայց պիտի տեսնենք եթե իրապես այդ մարդիկ այդ հրացանները ցույց է տալի եթե այդ հրացանները կրակելու են մեր ուղղությամբ եթե պոտենցիալ ես կարող էի տուժել իմ սիրելի մարդիկ կարող էին տուժել ինչ եթերային բառեր չեմ որ ասեմ ինչ պիտի անես այդ բայց որ ասում է գնդակը հարել էտը ումա գնդակը հարելու մեզ է գնդակը հարելու ու որ ձերքից կա բացի բաց ֆաշիստները դե իդեպ այս մի կողմին էլ լսենք այսօր Մամիջանյանը եւ Հայաստան դաշինքը ընդհանրապես ամբողջ ձեզ հայտնի ընդդիմադիր դաշտը սա որակում է որպես խեղկատակություն, սա սուտ է, սա մեր դեմ ուղված բան է, բռնապետություն է, բռնապետ Նիկոլը էլի չգիտեմ ինչեր է անում, Մամիջանյանը եթե դուրս եկավ ասեց, ահա եւս մեկ ապացույց թե ինչ բռնապետական ավտորիտար ռեժիմում ենք մենք ապրում, ընկերներ, գիտես ինչն է հետաքրքիր այս պատմության մեջ, ժողովրդի մեծ մասը Փաշինյանին մեղադրում է նրա մեջ, որ հեչ ավտորիտար չի ու հեչ կտրուկ գործողություններ չի անում, բայց ընդդիմադիրները ասում են որ ավտորիտար է, հիմա հասկանանք, վերջը ավտորիտար է թե չէ։ Ախր նայեք, գրավոր արդեն փաստ կա, այդ զենքերը կան, այդ իրենց ասածները կան, այդ բոլորը դրվում է մի կողմ, ու բան դե որտեվ դե իրանց էլ պետք է հասկանալ ուրիշ ինչ ունեն իրենք անելու միակ բանը իրենք որ կարող են անել ասեն այդ որ կառավարությունը իրենց քաղաքական հալածանքի է ենթարկվում այդ սարքը բոլորը սարկած բան է պիտի ասեն մենք ինչ ենք սպասում որ մեր կողմից են խոսալու բնականավոր չէ բայց դա ինչ ազդեցություն պիտի ունենա չեմ կարծում որևէ նա հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն կոմարմինը հաղորդում է կուսակցության ղեկավարների բնակարանում կատարված խուզարկությունների մասին իհարկե եւ միանգամից այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՕԻԹ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՕԻԹ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդանավ եւ այլն բայց ինչ գիտես որ բան են իրանց համար ապօրինի է ոնց թե հիմա զենք հա տունը դրած է դուք այլ ինչ եք ուզում մեզ թուրքի պիտի խփեին մարդիկ եթե մանդատ չունենան թուղթ չունենան բան խուզարկելու ոնց են խուզարկելու մի անգամից ապօրինի այստեղից երևում է էլի թե ինչքան միակողմանի են ու իսկապես կանեին իսկապես իրանք պատրաստ են հավատում եմ լրի որտեվ էլ իրենք արդեն գիտեք են առնետը որ ներն անգնում ամեն ինչի ընդունակ է չէ որտեվ տեսնում են որ այլ կերպ չի ստացվում հիմա փորձում են դեղաշրջում անել ասացիդ նման փոխանակ դրա փոխարեն
պատրաստվեն ընտրություններ ա գալիս, ծրագիր մշակեն, տեխնացու առաջարկեն, ինչ էր ուզում, զենքով ու բանով ուզում են, հա։ Բավոնց, այդ գիտեն, այդ են արել ամբողջ իրանց գիտակից կյանքում, բացի ահաբեկելուց ու սեփական ժողովրդին սպանելուց ու թալանելուց բան չեն տեսել, նույնն էլ ինչը ստացվում է, տենց է, չէ, դժվար է նոր բան անել, ինչը տարիներով հղկված է, դա են անում։ Ուրիշ ձև չգիտեն, ճիշտ է, երբ են իրենք արդար ընտրություններ մասնակցում, ինչ-որ բան է ասել, որ TV-ում այդ ենք խոսում, TV-ում ասում Ժորժ ջան, այնց օй դա չի կարող իրական լինել, ոնց որ մենք Շվեյցարիայում ենք ապրում կամ Շվեդիայում, հոկտեմբերի 27 չենք տեսել, մարտի 1 չենք տեսել, էլեկտրիկ Երևան չենք տեսել, ՊՊՑ գնդի գրավում չենք տեսել, Սարի թաղի դեպքեր, որ մեկն է, 1000 հատ բան կարաս ասես։ Այդ ինչի է մեզ թվում, որ վայ, ինչպես կարող էր այս խաղաղ այս անդոր հասարակությունը հանկարծ զինվեր եւ 30 տարվա մեջ տեսեք ինչեր ենք տեսել։ Ամեն 2-3 տարին մեկ մի հատ զինված հարձակում ու տերորիզմ է կանխվում կամ ցավոք սրտի չի կանխվում։ Զարմանում եմ այս ժողովրդի որոշ այս մեկնաբանությունների վրա։ Ինչպես կարող եք այսպես բաներ ասել, ինչ ասենք։ Եթե հանկարծ չասենք էլ քնչականը չաշխատեր, ԱԱՑ-ն չգնար, բերման չենթարկեին բան, Աստված մի արասել, տայն տրակասներին, տայն սպանեն, պիտի ասեին ուրա երկիրը, ուրա պետությունը, ուրա Փաշինյանը, տեսեք արյունահեղությունը, կանխել են։ Եվ սա զգացում է, որ բավական վաղուց են սկսել այս օպերացիան, հետևել են, ձայնագրել են, լսել են եւ այլն, այսինքն քնած չեն եղել, էլ ինչքան հասկացա։ Բայց ով է չէ այդ մարդը, որ ներսից ձայնագրել այդ քեֆս վերում այդ ով ոնց են արել, էդի, որովհետեւ իրանք էլ այդքան հիմար չեն, չէ՞ որ խոսեն տենց թեմաներ բացի բաց։ Սկզբից ինձ թվաց աուդիո ձայնաբանը, հեռախոսի ձայնագրություն, հետո պարզվեց, որ չէ ունեցել են, հա, մեկին ունեցել են, որ ձայնագրել։ Ունենք լսելու որևէ բան է։ Հատվածներ, մի րոպե։ Բանի վրա համոզ են, խարոզ են, երկու հոգու պատիտա գյունում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնում գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքյան, իրանք էլ ուրախ կրում են։ Ընդդիմադիր սրբազան պայքարշարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, մանրամասներ ներկայացրել այս ընթացքում արված բացահայտումներից։ Անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա համար պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այլ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասած դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ Բոլորը դիտակցում է, ինչ են զուտ։ Այդ մենք ոչինչ անալ։ Կանել է, մեր գործողություններում խփում է, մտնում է։ Փոսում է մեկը ավտոկրով, մեկը խանութ ջարդի։ Հիմա իրանք պետք է կոնտրոլ անեն, չէ՞ կարող 15 ժամ թողեն, որ ավտոները բաղվեն, փողոցները փակեն, տղերուս լավերը քաշեն թափեն գետին, չէ՞ կարող կոնտրոլից դուրս է նշանակում։ Ըստ իրավապահների Բագրատ Գալստանյանը, ով հաղորդագրության մեջ ներկայացված է ՎԳ, քանի որ աշխարհի կանոնը վազգեն է, 2024-ի նոյեմբերից քայլեր է սկսել Հայաստանի սահմանադրությամբ չթույլատրված եղանակով իշխանությունը ստանձնելու գործընթացն իրագործելու համար։ Կոմիտեն հրապարակել է նաև քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության arczepiskoposը շարժման մասնակիցների եւ համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու եւ այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը։ Հաղորդագրության մեջ ներկայացվում է, որ մասնակիցներին տեղեկացրել են շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու մասին։ Այն է համոզելու եւ քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին։ Ըստ քննչական կոմիտեի պլանի հեղինակները քննարկումների արդյունքում որոշել են ձևավորել հարվածային խմբեր, բաղկացած հիմնականում նախկին զինծառայողներից եւ ոստիկաններից, որոնց միջոցով Հայաստանի տարբեր հատվածներում նախատեսվել են միաժամանակյա կարճ ժամանակում իրականացվելիք գործողություններ։ Որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից, հիմնականում նախկին զինվորականներից եւ ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր։ Դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով, առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին եւ առանց միանալու այլ խմբերին, անկախ նրանց գործողություններից։ Ըստ իրավապահների իշխանությունը զավթելու նպատակով Գալստանյանը եւ խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք։ Նպատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 20 օկեանոս թիմերով են։ Հստակ մարդիկ մենք կանգնում են ու վերջ, նյուրը լեմոնն է տես կոչանը։ Դրանք դասն բաժացեք է վախտն կոնկրետ ասած ցանկի միջը։ Քիվելեսենարը արական շոուով լսինդերը ունենք մենք պետք է մինչև 200 կազմենք։ 20-25 օկեանոս, այսինքն պետք է մի քանի հազար ձիգ ուժը կամ մարդիկ ունենան, որ փողոցը պարեն, մենք կլինի փողոց փակելով, կլինի ուրիշ գործողություններ անկա, այդ լրիվ գործողություններ կան։ Այդ խմբերը գործի էին անցնելու Բաքրատ Գալստանյանի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո։ Հարվածային խմբերը պետք է տեղակայվեին նախապես որոշված իրենց տեղերում եւ ոչ մի դեպքում չպետք է միանային իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին։ Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով, դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով եւ Հայաստանի բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով։ Տևելով 24 ժամյա անընդհատ պրոցես է։ Հետևի 24 ժամ թե 36 ժամ կապ չունի։ Սկսես պիտի չավարտվի, մինչև որ վերջան։ Հիմա ջահելներից կարանք, ասենք, ես արարատությունից 10 օգի։ Ամենքին 150 դոլար, տանով 10 օգի։ Ասել ձեր գործը մի բանը, ջահել գոտեն։ Տվեք այդ յուղ ավտոբուսների ապակիների 10 այս այս 10 այս փախ։ Իրանց միջից ասում, օքեյ, կամ բջջորներ, այսօր շփոթվել ենք։
Ըստ իրավապահների, հանցավոր խմբի ղեկավարներն իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հնարքներ, տեխնոլոգիաներ, հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ Ըստ այդ պլանի նախատեսել են Երևանում եւ Հանրապետության այլ ճանապարհների թունելները գծապատել, բանուկ փողոցներում դիտավորյալ մեքենաների բախում կազմակերպել, այդ թվում տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կատվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը։ 30 մեքենայի ապահովությունը 4 հատ տեխնիկայի փողոց կա, 4-ի վրա 10 մեքենա ապահովություն։ Բացի այդ, ըստ պլանի նախատեսվել է հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, կրակոցներ արձակել շենքերի եւ շինությունների պատերին, վնասել էլեկտրաէներգիայի եւ ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները, առաջացնել խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ, այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ։ Քննչական կոմիտեն նաև նշում է, որ խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ։ Այդ թվում խոչընդոտել կամ ընդհանուր բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը, ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակերով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կատվածահարանելու եղանակով, արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանադրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Ստեղից արդեն լավ չի լսում, բայց մոտավորապես ամբողջապես հասկացանք ինչ էր ձայնագրված, ոնց էր եւ մնացածը։ Ես իհարկե բան չեմ, փաստաբան չեմ, բայց այս ոնց են իրեն պաշտպանել, երբ որ ինքը իր բերանով էս ամեն ինչ ասում է, ես չգիտեմ։ Ես չեմ ասել, բանա հավաքած մոնտաժացնելը սա։ Չէ, դա բանա, դա հնարավոր է ապացուցել, ձայնը իրաննա թե չէ։ Էդի բան տեխնիկական անալիզ որոշ դրվագներ շատ լավ ձայնագրված է, իդեպ այդ ձայնագրողին պիտի պետական պարգև տան, որտեղ սա կանխել է մի ամբողջ արյունայղություն, այս մարդը որ դառել։ Մեր ԱՕՑ-ն էլ աշխատում է փաստորեն եւ ըստ ամենայնի վատ չի աշխատում, տեղակ են եղել ամեն ինչից, բայց այստեղ ես այնտեղ լավ չէր լսվում իհարկե աուդիոն, բայց ինչքան հասկացա, ասում էր Էջմիածնի քարուքանդ անենք, հետո գցենք իրանց վրա, տենց է բանը, չէ՞ ասեն տեսեք ինչ արել, վայ, ֆաշիստ են սրանք։ Ես գիտեք ինչ պատկերացրեցի այդ իրա սև սքեմով, այս մեր հերոսը, ատարճանակը ձեռքին ոնց է այդ պարկանց մարդկանց են ստեղում կրակում ու սպանում ֆաշիստների նման, լրիվ ինչ որ ասում էին, չէ, այդ ֆաշիստական լրիվ ծրագիր էր, լրիվ ֆաշիստական, զորախմբեր, փոքրիկ խմբեր ավակել, հարձակվել, այս չասել, գեստապոն է, էլի, գեստապոյի են Հիտլերի բանը որ կար, այս Վայ, այս քան ատելություն որտեղից։ Եվ այս մարդը սրբազանը հասկանում եք դուք։ Վայ։ Այս մարդուն սրբազանը որն է, կաթողիկոսն է սպորտանում։ Մենակ ու ինքը չի, իր օրհնում են այս գործառույթները։ Հավատացեք, Գարեգին երկրորդը սրանից բետար է, ես այսքան ասում եմ, քանի տարի է, դա շուտով էլ է Երևանում, ավելի բետար կան ես։ Եթե ինքը սենց է, դու կարծում եք ուրեմն Գարեգին երկրորդը չգիտե այս ամեն ինչի մասին, այդ իր անհնար է դա, անհնար է ուղղակի։ Զանգ ունենք, լսենք ռադիոլսողներին։ Մենք ուղիղ եթերում ենք աշխատում, ով է միացել, բարև ձեզ։ Ես միացել է Կարինեն։ Բարև ձեզ տիկին Կարինե։ Բարև Կարինե ջան։ Ես ուզում եմ մի հարց տալ, ինձ էդի շատ մութ մնաց։ Եթե այդ Գալստանյանը եկեղեցու կողմից էր ուղարկված, եկեղեցու մարդն էր, չէ՞ որ մի քանի ամիս առաջ մեծ բան եղավ, ցույց եղավ Երևանում,
եւ գրեթե հրավարակում 30-ից 40 հազար մարդ հավաքվել, ինչպես եք են ասում, անասուն ազգը։ Այսինքն իրենք կարող էին հանգիստ ճանապարհով իշխանություն փոխել, չէ, եթե ուզում էին, եթե ինքը եկեղեցու մարդն էր։ Բայց հիմա պարզվում է, որ ուզում էին ժողովրդին կոդորեին։ Իրանք կարող էին, չէ, այդքան մարդ էր հավաքվել։ Հանգիստ չէին կարող, որ կարողանային կանեին, Կարինե ջան, ոնց կարող էին։ Եթե ինքը եկեղեցու մարդն էր, այդ ժամանակ կարող էին մի բան անել, չէ։ Դե բայց վստահ կարողանային կանեին, հա, դա 30-40 հազարը դժվար թե այդ նույնքան մարդն է, ինչքան ընտրել է, էլի նա այդ ընդդիմադիր դաշտին, չեմ կարծում 30 հազարով հնարավոր է ինչ-որ բան անել։ Պետք է շատ ավելի։ Չգիտեմ, ես փորձագետ չեմ կարող փաստել, բայց հասկանում եմ դուք ուր եք տանում, հասկացա ձեզ լավ որ հասկացա։ Կարելի է հանգիստ ճանապարհով այդ բանին, այդ արդյունքին հասնել, ոչ թե ժողովրդին հավաքել ու կոդորել։ Հիմա էդի չեմ հասկանում, ինչն է դրանց նպատակը։ Լավ, ձեզ լավ որ շնորհակալություն զանգի համար։ Լավ որ ձեզ։ Շնորհակալություն ձեզ լավ որ։ Ուղիղ եթեր 747 477 3444 կարող եք արտահայտվել։ Ինչ շատ դուր եկավ են, որ ասում է ախպեր։ Ասի որ թիակս առաջի օրը ես իրա դեմքը նայել եմ այդ մարդու դեմքը որ տեսա ստեղով անցնում եմ աննասուն ժողովուրդը ինչ հավեսով ասում չի ատելուց զգում ես որ ձեռից գա գնդակարի սաղին աչքեր ունի են բա ժպիտը այդ ժպիտ Չինաստանի նախագահն էլ չունի երեխեն տենակը վախենա Չինաստանի նախագահը գոնե ինչ-որ մի պետական աճ ունի բան ունի ես ինչ են արել չի ասում աղոթի ձեռս պաչի գամ քեզ սպանեմ ով է միացել բարև ձեզ Ռաֆայել ջան բարև ձեզ Դերենիկ ես ուզում եի մեջբերում անեմ Տիկին Կարինեի ասած 30 երբեք սրբազան պայքարի միտինգների ժամանակ 5-ից 10 հազարից ավել մարդ չի հավաքել մաքսիմում է դա եղել է 10 դրանից ավել մարդ չի հավաքել որպեսզի իրանք կարողանային այն ժամանակ փոխեին ինչ-որ բան եւ ինչու՞ չէ կրկնվեմ երևի որ պատկերացրեք որ Նիկոլ Փաշինյանը ինչքան բան գիտեր որ անմիջապես ձերբակալեց Սամվել Կարապետյանին նա տեղյակ է եղել այդ ամեն ինչից հա դե իհարկե հա պետք է ենթադրել այո ենթադրել հա բարի շնորհակալություն զանգի համար ձեզ լավ որ ձեզ հասկանալի պատճառներով բավականին ակտիվ են ռադիոլսողները թեման ինքնին բավականին բուռն է Եվս մեկ զանգ ու ամփոփ հանկարծ չկարծեք որ այս Գալստանյանով է սկսում վերջանում այս ամեն ինչը ու շատ ուրիշ բաներ ա դուրս գալու տակից դեռ որ այս մի ձայնագրության մեջ չկա իհարկե հետո ինչ է կատարվում ռուսական մեդիայում բում ա մի հատ ընես տպավորությունա ոնց որ իրոք ուղղորդված է եւ նայեք այսքան տարի հիմա մենք 12 տարի ես եմ աշխատում 30 քանի տարի դուք եք աշխատում այդտեղ երբեք չենք լսել մի հատ ամերիկացի մի չինովնիկ Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին վրթովմունք արտնի կամ հիացմունք արտահայտի կամ մի բան ասի կամ Ֆրանսիան կամ բանը կամ ռուսները ինչ մի ծանր են տանում հանկարծ մեզ մոտ մի բան այսօր Սալավյովը էլի ծլվլում էր եւ այլն ու մի բան էլ ժողովուրդ ջան Այդ որ ասում եք, չէ, տեսեք հələ ինչ ասեմ մեր մասին, մի տարածեք այդ Facebook-ներում դա։ Դուք նպաստում եք, որ այդ թույնը, մեր հասցեին ուղված թույնը տարածվի։ Տեսեք, որոշ ալիքներ կանխում են հեռարձակումը, բայց բոլորս էլ Facebook-ներից ենք այդ ամեն ինչը լսում, չէ, առաջին հերթին։ Դուք եք տարածում, մի արեք այդ բանը, բլոկեք, բողոքարկեք։ Վատ բան ասում, այնտեղ կա, չէ, տեղ, բողոքարկել։ Harassment-ը, չգիտեմ ինչ են ասում, այնտեղ hate speech-ը 1000 հատ բան կարա կանեք։ Ուրիշ տարածեք նայեք ինչ ասեց կոմենտներ ունենք իր հետ հավաքված մարդկանց էլ պետք է հավաքեն տանեն հիմա հասկացիր համայն հայություն Նիկոլը ինչ պայմաններում է երկիր կառավարում երկիր սարքում երկիր առաջնորդում հայացեք մարդկացեք
Անահիտ այո Անահիտ, համաձայն եմ քեզ հետ, իսկապես շատ ծանր պայմաններում, շատ ներսից էլ դրսից էլ որոշ ժամանակ առաջ մի հարցազրույցում հարցին պատասխանում էր, որ մենք աշխատում ենք օրը կգա կտեսնեք, Սիրանուշ Ստեփանյանն է հիշեցնում այդ հուսանք եկել է օրը, Սիրանուշ ջան, այո, մենք էլ ենք ուզում այս ամեն ինչը գոնե այս սերուցքը վրայի մի հատ մաքրվի, լրիվ իհարկե չեն կարող ազատվել այդ չարիքից, բայց գոնե այդ սերուցքը հավաքեն մի հատ, հանգստանանք մի քիչ, տեսնենք ինչ է կատարվում այ մարդ։ Այն որ շատ դժվար է լինելու, հեշտ չի լինելու, էդ էլ հիշեք։ Գիտես ինչ, ես այսօր մտածում էի, առավոտ այսօր կարդացի այս ամեն ինչը, ես չգիտեմ դա եւ եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ մեզ տեղեկացրեք, ով է ընտրում թե որ դատական գործը որ դատավորն է վարելու։ Ես չգիտեմ, դա արդարադատության նախարարությունից է, թե բանից է այդ բան ունեն իրենք, չէ, դատարան ինչի ունեն դատարանների։ Բայց դատախազությունը գործը որ ստանում է, դատախազությունն է ուղարկում։ Ուղարկում է, այո, բայց ով է որոշում թե որ գործը որ դատավորը պիտի վարի, այս այնց հետաքրքիր, որտեվ դատավորին նշանակում են գործին, ասում են այս գործին, այս դատավորին, որտեվ դա շատ եւ շատ կարեւոր է։ Եթե կարողանան մի քանի ազնիվ դատավոր այս գործին կպցնեն, որ միջև վերջ հասցնի, միգուցե մի բան էլ ստացվի։ Հակառակ դեպքում էլի այս մարդիկ դիմելու են կաշառքի, էլի դիմելու, ամեն ինչ անելու են, որպեսզի փլուզեն այս ամեն ինչը։ Այս դերում դատավորը շատ կարևոր է։ Բնականաբար ամեն ինչը վերջ-վերջո իրանք են որոշում ով է մեղավոր, ով մեղավոր չէ։ Այո, մանավանդ մեզ մոտ երբ որ ջուրի սիստեմ չկա, դատավորի ձեռքում է ամեն ինչ։ Ու ամեն ինչ ասելով վերջնական որոշում է իհարկե։ Ուրեմն այստեղ ելույթ է ունեցել շատ երկար, միայն մի բան մեջից ասեմ, ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերություններ եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյան, եւս մեկ arczepiskopos։ Ուրեմն լիքը բան ասում, բայց կորիզը որ ուզում եմ բան անել, Հայաստանյաց առաքելական եկեղեցին բավական ակտիվ դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ստորակետ, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարցերի լուծման վրա որոշակի ազդեցություն ունենալով։ Հիմա այս arczepiskoposi Նաթանի ասածը հակասում է մեր սահմանադրությանը, որտեղ մեր այդքանը գիտեմ, մեր սահմանադրությունը ասում է, որ եկեղեցին եւ պետությունը իրարից բաժանված են, եւ եկեղեցին չի կարող մեր արտաքին քաղաքականության վրա որևէ ազդեցություն ունենալ, իրավունք չունի։ Հիմա թե սա ինքը ինչ իմաստով է ասում, դե ինչա ակտիվ դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Այսինքն ոնց եք դու խառնվել արտաքին քաղաքականության Հայաստանի, ես գաղափար չունեմ։ Բացի հայհոյելուց, բացի փնովելուց, բացի դավաճան ասելուց ուրիշ ոչ մի բան չեք արել։ Եթե դա մասնակցություն է, հա։ Ամեն էջում, ամեն կետում մի բան պիտի մեկնաբանեն։ Չէ, շատ լուրջ է ու ես իրապես այսօր ամբողջ օրը այս ահավոր մտորումների մեջ եմ։ Պատմությունը մեզ ցույց է տվել մի բան, եկեղեցի պետություն արճակատումը ցավոք սրտի երբեք պետականությամբ չի ավարտվել, այլ հակառակը, եկեղեցին է հաղթել ընդհուպ մինչև պետականության անկում։ Պետությունը կորցրել ենք, բայց տերտերը մնացել։ Մինչև որ դարը, Ռաֆայել։ Դե մինչև որ դարը, մինչև վերջ, էլի։ Մինչև 1800-ականները, հա, հիմա փոխվել է ժամանակները։ Ես ուրախ եմ, որտեղ լինի։ Այս ամեն ինչով էլ ժողովուրդը իսկապես հիմա տեսնում է քիչ-քիչ եկեղեցու իրական դեմքը, կամ այսպես ասեմ, եկեղեցականների ասեն, որ սխալ չի լինի, եկեղեցու հետ կապ չունի դա, այս մարդիկ են, որ այդ ամեն ինչը անում են։ Աստվածաշունչը նույնն է մնացել, գրված օրվանից մինչև այսօր, քրիստոնեությունը նույնն է մնացել, իրենք են, որ այս ամեն ինչից զարկում են զենք, թալանում են ժողովրդին, անում են անօրինական բաներ եւ հիմա էլ ուզում են զավթել կառավարությունը։ Սա ուղղակի աններելի է։ Այս գնով, այսինքն սեփական զավակներին զարկելու պատերի տակ Ինչ զավակ, չտեսար ոնց է խոսում ժողովրդի մասին, անասուններն ասում են։ Իրանք այդպես են նայում, որպես ոչխար ուրությամբ կտանեն իրենց շահերից ելնելով։ Դու լա կարծում ես իրենց համար ժողովուրդը ինչ-որ վստահ է, որ չի նշանակում, ուղղակի այսպես այս վիճակում, այս մեր ժողովուրդը ես ասացի, չէ՞, Կիրակի օրը Վանաձոր էին գնացել, ես տեսա, այս ժողովուրդը չոքած պատերին այդ կենտրոնական եկեղեցի էին գնացել, որ նայում ես բան ու դիմացիները, ես չեմ ուզում բոլորին
բոլոր հոգևորականներին նույն բանի տակ դնել, բայց իրոք էլի կրոնը մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ու երբ որ տեսնում է իր առաջնորդները այսպես են խոսում, սենց են անում ու պատրաստ են իրանց գնդակարել պատի տակ, ոնց որ ձայնագրության մեջ է ասում, սա մեծագույն հարված է մեր իդենտիկությանը, մեր ինքնությանը։ Դες Փաշինյանին են ասում։ Չի, Ռաֆայել, սա լուսավորվում է ժողովուրդը սրանով, հասկանում է թե իրապես ինչ է կատարվում։ Սա ռենեսանս է, սա վերածնունդ կարող է լինի ամբողջ։ Ես ամենայն լրջությամբ եմ հասկանում եմ։ Երբ որ մենք հասկանանք այս եկեղեցին մաքրենք այս ամեն ինչից, դա կլինի վերածնունդ ժողովրդի համար, շունչ կքաշի այդ ժողովրդի համար։ Այսինքն երբ որ հասկանանք, որ եկեղեցին բացի մշակույթից եկեղեցականները զուտ որպես մշակութային հոգևոր բավարարվածությունից զատ ադին այլևս որևէ գործառույթ իրականացնել չեն կարող եւ չպիտի անեն, այդ ժամանակ կլինի վերածնունդ։ Ոչ թե կան մտնեն տունը, կան մտնեն քաղաքականության մեջ, կան մեկնաբանել։ Հենց դա շատ բան արեցին, իրենք առաջ գնացին, էլի։ Այն կներեք համեմատության համար, բայց բանկա հայկական առակը ասում է, օծի սատկելը որ գալիս է, գալիս պարկում է փողոցի մեջտեղը։ Հիմա դրանք այդ նույն բանը արեցին, պարկեցին փողոցի մեջտեղ։ Այդ իրանց թղթերով, այդ իրանց մանկամիտ ամեն ինչով, որ ուզում են Չէին էլ կարողանա, ես վստահ եմ, եթե բան չլինի, որտեվ այդ որ անլուրջ է այդ ամեն ինչը, էլի պրոֆեսիոնալ չի, երևում է թե ինչ մակարդակի է այդ խոսակցությունները ամեն ինչը, ինչ որ տեսել եմ, լսել եմ իհարկե։ Կարող է այնտեղ ավելի կարևոր բաներ կա, որ մենք չենք լսել, բայց այդ պլանով ծիծաղելի է, էլի տրոլեյբուսը խփենք, հոսանքը անջատենք, դպրոցական։ Բայց մասշտաբները իրապես վնաս կհասցնեին անշուշտ, կարող արունել հեղվեր, բայց հասնեին թե չէ, բայց հիմա արդեն լավ է։ Այս ինձ թվում է այսքան փաստով բավական է, որ մի քանի տարի ազատ ազրկեն։ Փաշինյանը, այս տեսանյութերն է հրապարակել, ասում է, ահա Սրբազանի զենքն ու գործիքները ու զենքերն է հրապարակել։ Իսկ Բագրատ Գալստանյանին մեղադրանք առաջադրվեց արդեն ահաբեկչություն, զանգվածային անկարգություն հոդվածներով, կալանավորելու միջնորդությունը ներկայացված է, նա մտնելու է դատարան, լրատվամիջոցներին փոխանցեց փաստաբանը, հիշեցնենք այսօր խուզարկություններ էին իրականացվել նրա կեցավայրում, որից հետո բերման էր ենթարկվել նա, իսկ կեցավայրը պլոմբված էր, ըստ իրավաբանների նրան ընդհանուր մինչև 18 տարի ազատազրկում է սպասում։ Հիմա գիտեք ինչ է, նայեք հետաքրքիր հաջորդ քայլեր ինչ է լինելու։ Այդ մարդկանց ահագին հավաքելու են ձերբակալելու, ասում են նայեք, 12, 13, 14, 15 տարի է հասնում։ Եթե մերս այդ գործակցեք, եթե ինֆորմացիա տակ, ասենք 3 տարով, 5 տարով կազատվեք։ Ու տեսեք, մարդիկ սկսել են խոսել, արդեն վկաներել են առաջ գալու, որոնք պիտի ասեն թե ինչ ա եղել։ 1-2-ը կդիմանան, մնացածները չեն դիմանա, արդեն հեշտ չի 18 տարի բանտ գնալը։ Դե իրանց հույսը որը կլինի, որ կաջակցեն, գուցե ընդդիմությունը ցուցարարներ տանի բանդերի դիմաց, էլի ցույցեր, ազատություն մեր Սրբազանին, ազատություն են, իշխանափոխության հասնեն, իրանց էլ արդարացնեն եւ Ռաֆայել, կարևորը գիտես ինչ էր, որ ժողովուրդը տեսա, արդեն հիմա հաստատ, արդեն այո, որտեղ հիմա քիչ թե շատ դատողություն ունեցող մարդը արդեն հասկանում է թե ինչ է կատարվում, էլի։ Սա պատմություն է։ Բոլորս էլ կանցնենք, սաղ է կանցնենք, բայց սա մնալու է պատմության մեջ, ասելու են, որ 2025 թվականին ազգի փրկությամբ հանդես եկող տերտերները ասում էին ժողովրդին գնդակահարեք մեր երկու պատի տակ։ Սա մնալու է այս անասուն ժողովուրդ, դա մնալու է պատմության մեջ։ Հիմա ոնց որ մենք մի քանի ճմրթած կադր կա, չէ՞, դե չնեմ Սարդարապատը վազում են ձիով կամ ինչ որ 5 կադրեր կան, որ սենց մասունքի պես պահում ենք, սա եւս այդ կադրերից է։ Այս ձայնագրությունը պատմական նշանակության է, որ երբեք մենք չենք ունեցել փաստորեն հոգևոր դասից մի հատված, չէ, որ այս բառամթերքով դիմի ժողովրդին։ Սա արդեն կլինի, հա, վերացանուտ կլինի, հոգեկան վերացանուտ, երկրորդ հեղափոխություն, հա։ Հոգևորը պիտի լինի, հոգևոր վերացանուտ պիտի լինի։ Ես շատ բան եմ, լավատես եմ, չգիտեմ, որտեղ արդեն բավական փաստեր ունեն, որտեղ մենք միշտ ասում ենք, չէ, մենակ ասում են, մենակ մեղադրում են, խնդրեմ, նկարներ էլ կա, թուղթ էլ կա, ձայնագրություն էլ կա, սա շատ դժվար կլինի սրա տակից դուրս գալը, շատ դժվար, եթե ոչ անհնար։ Այո, ռուսական ԶԼՄ-ներն էլ, ահա, գովազդի ժամը եկա, բայց ասենք, որ ռուսական ԶԼՄ-ներն էլ շատ ակտիվորեն պաշտպանում են
եւ մեղադրում են Հայաստանի իշխանություններին եկեղեցին պախարակելու մեջ, այնինչ մենք ասում ենք սա լուսավորման շարժում է, պարզում ենք ով է, Ռուսաստանը շատ անհանգիստ է, չգիտես ինչու Իհարկե կյանքով ներքաղաքական շատ այո, անհանգիստ է։ Գովազդից հետո կգանք շարունակենք, շնորհակալություն որ մեզ հետ եք, Los Angeles R-Music Radio։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Los Angeles-ի հայկական ամենալսելի թոք շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ողջույն բոլորին։ Բարդ օրեր ենք ապրում, բարդ լրահոսով։ Գիտես ինչ էի պատկերացնում Ռաֆայել, որ վաղը միսօր նոր վեհապար ունենանք ամենայն հայոց կաթոլիկ։ Կմնանք դες բաներ։ Հա, բան, համատաբար երիտասարդ, ազնիվ, մեկը որ ժողովրդի համար, որտեղ եկեղեցին որ ծառայեցնի ժողովրդին, ոչ թե հակառակը, ոչ թե ժողովրդին կշահագործի, որ կմտահոգվի ժողովրդով, որ չի խառնվի պետական գործերին, կզբաղվի եկեղեցական գործերով, ու հավատել ծաղկում կապրի, էլի, չէ՞, Հավատում եմ Ռաֆայել, իհարկե հավատում եմ, ես չեմ ասում վաղը միսօր, ես չգիտեմ երբ կլինի, բայց մի օր կլինի դա, որտեղ բոլորս ուզում ենք, ով չի ուզում, ազնիվ, հավատացյալ, ժողովրդին նվիրված եկեղեցի եւ եկեղեցականներ ունենալ, ոնց կարող է դա չուզենանք մենք։ Մի հատ հարց, այսօր դուք տեսաք ինչ տան մեջ է ապրում այս մարդամեկը։ Ինչ մեքենա ունի, ինչ բան ունի, այն որ սաղ կյանքներս աշխատում ենք, դուք առավել ևս, ես դեռ նոր եմ, ոնց որ ասած։ Ոնց կարաս դու լինես հոգևոր, որը ըստ էության Աստծո զավակ, ոչ մի բան, ինչ եկել են ասում են ում տունն է Վարշավաց է ապրում, Ընկառնիկը Դանելյան։ Ասա, բա Վարշավը որտեղից է տալի։ Ես եմ տալի ասեց։ Բա քեզ որտեղ փող դարի մի ասա։ Բա դու որտեղից քեզ այդ փողը։ Աստվածին ոնց կարելի այսքան երեսպաշ լինել։ Զանգ ունենք, զանգ զրնգոց, ով է զանգել, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Կներեք կարելի է մի բան ասեմ դիտողություն այս նորությունների վերաբերյալ։ Ասեք։ Դերենիկը ասում էր, որ շատ միամիտ մանկաբարով, բայց եթե խոր անալիզ անեք, էդի լուրջ հոգեբանական շնշումներով գործանելու միջոցեր ու էդի դժվար ստեղ մշակված լինի մեր երկրում։ Էդի լավ տեխնոլոգիա է, եթե մտածում եք, շատ չոտքի մտածել են ինչ անեն։ Հիմա այդ տերտեր կոչեցյալին, որ բռնել է, էլ բաց պտի չթողեն իմանան ով է դրա փող տվողը, որովհետև էդի արդեն պիցա ուտացնելով չի լինի հավաքել։ Էդի կոնկրետ գործ է, կոնկրետ գումար։ Հիմա ասես այս ծրագիրը մշակվել է դրսում եւ մեր մոտ ներդրվել է իրանց միջոցով, ճիշտ եմ հասկանում։ Էդի շատ տոնկի, ոնց են ասում, տոնկի գործ է մտածած։ Նուրբ։ Կամ է շատ խելոք չարուժը, որ ասում են, դրա արած մտետի լուրջ հոգեբանական, ասեք, որ վեկալ եք մեր վրա, մենք կարող ասեք, ատելությամբ լծվեինք, այդ բանը իրագործվել պետության նկատմամբ չիմանալով, այսքան ապատեղեկությունը, որ կա այդ ցանցերում, շատ մարդիկ կան, չէ որ կրթություն չունենք իսկականից, վերացրած ա եղել, մարդիկ ինչի վրա են մեծացել, ոնց կրթում էին, ամեն մեկը չի անալիզ անում, էլի պահի տակ ու կստացել, հիմա դրանց ոնց որ ասում, կամոյի հարցաքննությունն անել պետք, այդ տիրացոյին իմանալ, որտից է փողը, ով է գլուխը։ Հասկացա։ Լավ, շնորհակալություն։ Ես մի բանի վրա վստահ եմ, քանի Քոչարյանը կա, գոյություն ունի, մեր երկիրը միշտ այդպես վտանգված ալնելու։ Իսկ թվում է ժամանակն է դրան երկնային կյանք պարգևելու։ Լսեցինք ձեզ, շնորհակալություն կարծիքի համար, ձեզ լավ օր, լավ եղեք։ Ուզում եմ բան անել, մեկնաբանել, որ ասեց Կամոյի նման հարցաքննել, Կամոյին հարցաքննման ժամանակ
ուսի մեջ տաքացած երկաթ մտցրեցին, որպեսզի խոստովանի, բայց դիմացավ ժողովուրդը, որ ասում է կամոյի ցեղից ես, որ ասում է կամոյի ցեղից ես, դա տեղից է գալի։ Զանգ ունենք, հասկանալի է ակտիվ են ռադիոլսողները, որովհետև թեման բոլորիս է վերաբերում, ինչ կասի ռադիոլսողը, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո, ես զանգում եմ Գլենդելից, անունը Սովսեփ է։ Այո, հաճելի է։ Այս լուրը ես 3 գիշեր կարդացի եւ մի տեսակ ուրախացա, մի տեսակ տխրեցի, որ մեր կրոնականները այսպես բաներ են մտածում, ուրախացա, որ բռնել են։ Եվ չեմ էլ կասկածում, որ հայ հեղափոխության դաշնակցության մատը սրա մեջ խառն է։ Եվ ընդհանրապես ինչու համար կղերականները ժողով չեն անցկացնում, օրինակ Գարեգին Բեին իրար լրիվ այդ ոչ արդար սրբազաններին հեռացնեն ընդհանրապես, թող նոր կաթողիկոս ընտրեն։ Ես միայն կողմ կլինեմ դրան։ Շնորհակալություն Զանգի համար, ձեզ մաղթում եմ բարի։ Լավ որ ձեզ շնորհակալություն կարծիքի համար։ Հեշտ ենք ասում, բայց պատկերացնում ես, նայ, այդ բոլոր այդ կղերականները, այսպես կոչված, իրանք մի թելով կապած են իրար, չէ՞։ Այո։ Եվ շատ ուժեղ թելով։ Մաֆիայի նման, մաֆիայի նման։ Վզի, ասի, վայ, փոխեք, որտեղ գիտի, որ փոխվեն իրան է կհանեն, տակ-տակ նստած են, ով պիտի ասի։ Ոչ միայն կհանեն, կսպանեն էլ, Ռաֆայել, եթե մեկը ասենք ուզենա բերանը բացել ու գաղտնիքները ասել, կսպանեն ինչ։ Իզուր չի որ զենքով են ման գալիս։ Իզուր չի որ զենքով են ման գալիս։ Իրենց լինել չլինելու հարց ա դրված։ Հիմա Գարեգինը շատ լավ հասկանում է, որ ինքը եթե ամեն ինչ ճիշտ գնաց, ոչ միայն աթոռից է զրկվելու, այլ շատ հավանաբար երկար տարիներ բանտում անցկացնելու։ Երբեք չբացառեք այդ հնարավորությունը։ Այն որ ինքն արել։ Եթե այսպես շարունակվի, եւ ես ասում եմ, հուսամ այս բաներից մի քանիսը կսկսեն խոսել շուտով ճնշման տանք։ Կամ հենց միգուցե ինքը Բակրատը, որ մի քիչ էլ 17 տարի եւ այլն սկսի լեզուն բացվի, բաներ ասի, որ մինչեւ հիմա չգիտենք։ Դա էլ է հնարավոր։ Հիմա այսպիսի բան սցենար կա, ինքը Կանադայի քաղաքացի է։ Հեսա Կանադան կարող է խառնվի իմ քաղաքացուն ձերբակալել, բան ինքը չի նստի Հայաստանում։ Ինքը չի նստի։ Ռաֆայել, մի բան հիշի, այս օրենքը բոլոր երկրների վրա տարածվում է։ Ինչի հենց իր վրա շեշտրեցին։ Որ երկրում որ կատարել ես հանցանքը, այդ երկրի բանով էլ դատվում ես, օրենսգրքով էլ դատվում ես։ Քո քաղաքացիությունը ուրիշտեղ դա նշանակություն չունի։ Դու Հայաստանում ես հանցանք գործի, Հայաստանի օրենքներով ես դատվում, վերջացավ։ Կարող է հետո այդ էքստրադիցիա անեն, ես եմ ինչ անեն, մի բան, բայց որ դատելու են մինչև վերջ այդ Մարդը մեկը որ այդ թուղթը ունի գրպանը Կանադայի քաղաքացիությունը ուժեղ քաղաքացիություն է, դրա համար ոնց որ Իրան են գործող անձ ընտրել։ Միգուցե եւ այդպես է, ես չգիտեմ, այո, որտեղ որ մտքի գիգանտ չի, այդ հաստատ երևում է, էլի, այդ իր խոստելուց, որտեղ դու միշտ պետք է պատկերացնես, որ կարող է այդ մարդկանցից որտեղ նստած ամի օր խոսքը տանեն բերեն, այսինքն այդքան բաց տեքստով խոսելը եւ այդքան բան անելը պարզ է, խոսում է իր խելքի մասին արդեն, էլի, թե ինչքան ինքը ինտելեկտուալ է։ Զանգ ունենք։ Ով է միացել, ողջույն, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Երևանից եմ զանգում, Արտակն է։ Արտակ ջան, բարի երեկո։ Ողջույններս ձեզ։ Ինչ կասեք Արտակ ջան թեմայի։ Ուզում եմ այս թեմայի էլի շարունակեմ ոնց էր խոսալը։ Երեք որ այդ խտերը գցել էին, մի տեսակ տենց հասկացանքով է երաբերվում, բայց այսօր որ ձայնագրությունները գցին, արդեն լրիվ համոզվեցինք, էլի որ իրանք այդպես բան անող են։ Ու իրանք խոսակցականը էլի տանենք պատիտակ մեր կողքու գյուլենք, մի 15 հոգու թագենք ու ազգին ազգի հետ ոնց են խոսում, այս անասուն ազգը, իրանք ոնց որ այս ազգից չեն, էլի, նույնն էլ Քոչարյանն էր, էլի, որ այս վերջում հարցազրույց տվեց, ասում հայերը հարձակվեցին Ադրբեջան թիքի վրա, էլի, ոնց որ իրանք հայ չեն, իրանք առանձնացնում են մեր այս ազգից իրանք։ Ցավալի է։ Ցավալի է, բայց փաստ է։ Բարի։ Ու մի բան էլ ասեմ, ցավով պետք է ասեմ, բայց դետան եկեղեցիներում էլ խուզակություն անում։ Ընդդեից ավելի շատ բան կստենի։ Իհարկե, այդտեղ էլ է հասնելու գործը, անպայման։ Բան կտանենք ցնեն ընդեր։ Այո,
անկասկած, որտեվ այնտեղ էլ հիմա շատ բաներ կան այնտեղ էլ, գործը վստահ եմ այդտեղ էլ կհասնի, Արտակ ջան, շնորհակալություն զանգի համար։ Ձեզ էլ հաջողություն։ Զանգերի տեղատարափ է լսենք։ Պատմական օր Հայաստանի պատմության մեջ, ասեմ ձեզ բարեկամներ, նոր ժամանակներ են նոր էջ է բացվում, նոր էջ է բացվում եւ շատ կարեւոր մի էջ, շատ կարեւոր։ Գուցե սենց բաներ պիտի լինի, որ այդ էջը բացվի, էլի, չէ՞։ Այո։ Եվ գիտեք ինչ, բանը անգլերեն խոսքը ասում է don't rock the boat, մակույկը մի ճոճիր։ Ճոճեց մակույկը մեր վարչապետը ճոճեց եւ ահա արդյունքները ահագին բան բացվեց եւ վստահ եմ դեռ շատ բան դե բաներ կա որ չեն էլ ասում ես իրենք գիտեն բայց չեն ասում որպեսզի չխանգարեն այս ամեն ինչին վստահաբար ամեն ինչը որ ասում են ավելի հետարքիր փաստեր էլ կունենան այո դե մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը բարեկամներ աշխատում ենք ուղիղ եթերում արդեն մոտ 4 ժամ է Արմյուզիկ ռադիոն ժամից ավել ես ու Դերենիկն ենք եթերում Եթե ինչ-որ մի հրատաբան լինի, վստահ եղեք, եթերում կլինենք, շարունակենք ներկայացնել, ձեզ կլսենք եւ այլն, այնպես որ այստեղ դնենք բազմակետ, որովհետեւ կարողացանք ներկայացնել մեծ հաշվով մինչեւ այս պահը այն ինչ որ կա։ Հաջողություն մեր ժողովրդին բռնավ ճիշտ գործին։ Մինչեւ վաղը տեսնենք ինչ է լինում։ Ձեզ ցտեսություն Դերենիկ, ցտեսություն եմ ասում։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ